Սաուդյան Արաբիայում Ջիդայում արդեն 1.5 ժամից ավելի է Միացյալ Նահանգների և Ուկրաինայի դիվանագետները քննարկում են ժամանակավոր հրադադարի և խաղաղության համաձայնագրի նախագծերը։ Սա կողմերի առաջին հանդիպումն է օրեր առաջ Սպիտակ տանը նախագահներ Զելենսկու և Թրամփի սկանդալային վեճից հետո։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ուկրաինականը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Հանդիպումից ժամեր առաջ ուկրաինական կողմը անօդաչուներով հարձակվել է Մոսկվայի մարզի և այլ շրջանների վրա։ Ըստ ռուսական կողմի պատերազմի սկսվելուց ի վեր սա անօդաչուներով ամենալայնամասշտաբ հարձակումն է, որի հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 18-ը վիրավորվել։ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Ռուսական կողմը ևս անօդաչուներով հարվածել է ուկրաինական տարբեր շրջանների։ Հանդիպումից առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ ասել է, որ ցանկանում են լսել ուկրաինական կողմին և հասկանալ, թե նրանք ինչ զիջումների են պատրաստ։ Մինչ այդ, սակայն, Ռուբիոն New York Times-ի հետ զրույցում ընդգծել է, պատերազմին վերջ դնելու ցանկացած գործարքի շրջանակում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Կարծում եմ, որ ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր։ Սակայն միայն Ուկրաինան չէ, որ պետք է զիջումների գնա հրադադար կնքելու համար, դա պետք է անեն երկու կողմերը, ասել է պետքարտուղարը։ Ուկրաինական օգտակար հանածոների համատեղ շահագործման գործարքը ևս սեղանին է։ Սակայն դա այս հանդիպման օրակարգի ամենագլխավոր հարցը չէ, ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը, հավելելով՝ Վաշինգտոնը ցանկանում է ստորագրել ոչ թե փոխըմբռնման հուշագիր, այլ կոնկրետ համաձայնագիր, իսկ դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Երեկ հաղորդվում էր, որ Ուկրաինան մտադիր է այսօրվա հանդիպմանը մասնակի հրադադար առաջարկել օդում և Սև ծովում։ ԱՄՆ պետքարտուղարը հեռանկարային է անվանել Կիևի առաջարկը։ Ուկրաինայի նախագահն իր հերթին անցած շաբաթ հայտարարել էր, որ ուկրաինական կողմը կառուցողական է տրամադրված և հուսով է, որ կկարողանան քննարկել և համաձայնեցնել անհրաժեշտ որոշումներն ու քայլերը։ Ուկրաինան հենց առաջին վայրկյանից խաղաղության է ձգտում, սեղանին միանգամայն իրատեսական առաջարկներ կան։ Գլխավորը արագ և վարձյունավետ շարժվելն է։ Սաուդյան Արաբիայի հանդիպումից առաջ վերջին օրերին ռուսական կողմն սկսել է առաջ շարժվել Կուրսկի շրջանում, հետ է վերցրել մի քանի բնակավայր, գրավել նորերը։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, դրանով Մոսկվան ցանկանում է Կիևին զրկել բանակցությունների ժամանակ այդ տարածքների հաշվին սակարկումներ անելու հնարավորությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հերքել է լուրերը, թե ուկրաինական զորքը Կուրսկում շրջափակման մեջ հայտնվելու ռիսկի տակ է, սակայն փաստացի հաստատել է, որ նահանջում են ճակատի այս հատվածում։